Ես մի ստատուս գրեցի, որ մենք հազիվ անկախ ենք դառնում տոնը շնորհավոր Հայաստան։ Դեռ մի քանի հոգի, քոչարանական մեկը մեկնել լրիվ դատարկականությամբ դե բարձրումն է։ Մենք անկախ ենք 30 տարի։ Անկախ ենք 30 տարի։ Դե եկեք այդ անկախության մասին ասեմ, այդ էլեկտրոցանցերը, այդ երկաթգծերը, մեր հանքերը բոլորը մերը չեն։ Մեր խալաթով այն վարորդը Ռուսաստանում որ ցույց տվեցին։ Ուրեմն Գյումրիում 96 թե 97 թիվներ, 3 հատ ռուս հարբած զինվոր ավտոմատներով մտնում են Գյումրի շուկա, գյումրեցիները կհիշեն, մտնում են շուկա ու պահանջում են ձերի օղի, որ Իրաստան, գոռալով չուրկի, вы обязаны нам։ Կինա, դե մի հատ դուխով կինա նստած են, ասում չեմ տալիս օղի ձեզ ձերի։ Սրանք կրակ են բացում։ Գյումրիում շուկա եմ, ժողովուրդ ջան։ Ժողովուրդը հիռ անելով վազմավրեկը սրանց բան անում, բռնում է եւ այլն, ոստիկանությունը հետո հասնում է։ Մեր անկախության մասին եմ ասում։ Ու հանձնում են ռուսներին։ Ուր են այդ 3 ուբլուդիկները, ոչ ոք չգիտի։ Իհարկե ազատության մեջ, իհարկե Ռուսաստանում, իհարկե հանգիստ ֆորում են։ Անկախ ենք Պիրմյակովը։ Մենք բռնում ենք Պիրմյակովին, հանձնում ենք ռուսներին։ Անկախ ենք։ Զվարթնոց օդանավակայանում Ժողովուրդ ջան, եղել է ժամանակ, ես շաբաթ 2 անգամ թռել եմ հետ եմ եկել Երևան։ Մի հատ ռուսկին Facebook-ի պագոններով են բուտքի մեջ նստած, որ պասպորտի մեջ պեչատը խփում է, пограничник։ Цель поездки։ Во-первых, ոչ մի սահմանապահ իրավունք չունի այդ հարցը տա, во-вторых, в смысле, դու իմ երկրում ինձ հարց ես տալի цель поездки։ Ասեն չաղ այդ բուտքի մեջ հազիվ տեղավորվում ասենց են 6 հատ բան պատբարոդը որ ունի, 6 դնչանոց ենքին այն շանորը գցեցի այդ կնգան։ Բայց բոլորը ես չեմ։ Կան խելոք մարդիկ, գյուղից մարդիկ, բան խելոք եկել է թռնում է իր տեղը, բան ինքը սենց իր կայֆն է ստանում այդ հարցերը տալով։ Այդ էր անկախը։ Պատերազմի ժամանակ հոբ չունեիր, սա ռուսի վրա էր։ Այդ էր անկախը։ Աֆրիկական երկրների միլիարդերով պարկեր ներեց Ռուսաստանը ջնջեց գցեց։ Քուձերից 100 միլիոնով վերցրեց սա երկիրը։ Այդ էր անկախը։ Ամուլսարը, որ ռուսական ֆինանսավորությամբ ընդեկայնած էին դեմը, չէին թողում ամուլսարը աշխատի, որովհետև միակ հանքներ ելնելու, որը լինելու էր անկախ Ռուսաստանից, իրանք ինչ ասես չարի, որ ամուլսարը չաշխատի։ Իսկ Սևանի հենց բերանը հենց Սևանի ափին զոտը աշխատում էր։ Այդ պրոբլեմ չի, էկոլոգիայի պրոբլեմ չի։ Այդ ենք անկախը։ Ես այդ անկախության մասին այնքան բաներ ասեմ, որ ստանոկները, որը կարող էին ստեղծել են պատաները ռազմաարդյունաբերության համար, որ Ռուսաստանը արգելում էր Facebook-ից մարդ էին մտնում, ասում էին չեք կարող ստանոկը դուք ստանաք։ Այդ էր անկախը։ Ոչ անկախը մենք դառնում ենք հիմա։ Ու այդ սաղ ինչը ասեցի, հիմա սաղ այդ ամեն ինչի վրա թքած ունենք։ Հիմա կարար Պիրմիկով ընկներ ձեռներս Ռուսաստանին տայինք։ Նա բոլորիս հասկանում եք դա բացառվում է, չէ՞։ Այ գնացեք այն ձեր անկախությունը այնտեղ վայելեք։ Ձեր սրբազաններով, դաշնակներով եւ այլն։ Մեր անկախությունը թողած մեզ, դուք Հայաստանի հետ կապ չունեք։ Ու ես կրկնում եմ, եթե հիմա Էշմիածին մտնեն, ստուգեն, ինչա կորել, ինչ չի կորել։ Կապշեք բոլորդ։ Երուսաղեմից խոսանք, որ հայ տերտերներով, բանով, հայկական եկեղեցու հողերը ծախում էին ոնց, 99 տարի արենդա են տալիս, հասկացանք, որ դա արդեն վաճառված է, հիմա դատեր է գնում, 20 հատ, 3 առաջորդներ դա, 20 Իսրայելի գիտնականներ,
շատ հայտնի մարդիկ Իսրայելում բան, իրանք պետիցիա գրեցին, հայերին պատժ կա, որ դա չի կարելի վաճառել, որ հայերի կողմից լինի, որ դա վերադարձվի Հայաստանին։ Կտրի չուրես, գործի չեղավ, գործիդ խփին, դրա համար ես տենց գժված։ Սա Հայաստանը դրա համար ողբում է լացում է, իսկ դուք գոռում եք, որ տենց պիտի լինի։ Չծախվավ, այդ մեկը չկարացավ ծախեք։ 1000 տարվա պատմություն ունի, այդ հայկական կվարտալը Իսրայելում։ Ինչ 1000, 1000-ից ավել։ Սրբություն չունեք, դուք թշնամի եք, դուք Յաջուջի Մաջուջի մտել եք Հայաստան, դուք ծախում եք ամեն ինչը, ձեր Ռոբերտ Քոչարյանի նման։ Դրա համար եք գժված։ 1000 անգամ զգուշացրել եմ, 1000 էլ կզգուշացնեմ, գնալով խորանալու է այս թեման։ Նախընտրական տարի է։ Ինչ ասես չեն գրելու։ Ստապ եղեք։ Մի հավատացեք նենց բաներին, դա ավորը։ Չնայած ես ժողովրդի հետ որ խոսում եմ, այս բաները, օրը մարդը 20-ատ այս քոչարանական այս բոտերը, ասենց մտնում օրը 20-ատ ակաունտ է ստեղծում, Նիկոլի վրա բան, այնրակ փակում ես 20-ատ թազա է գալի, 20-ատ թազա է գալի։ Իսկ այն մարդիկով չեն ջնջում դրանց, հա, բլոկ չեն անում։ Բացում է լենտը, 100-ատ մենակ քոչարանականներն են։ Նիկոլը Կանադայում տուն առավ, Աննա Հակոբյանը ես իմ ինչեր արել, ում հետ է եղել, ես իմ ցախտեղերը ֆրֆռում է, Նիկոլը երեխեն մաֆիոզ է դառել, եւ այլ, ու գնում, ու սա գնալով շարունակվելու է։ Ինչա Հա, в принципе, Ժողովուրդ ջան, ես այսքան եմ ուզում ասեմ, մյուս էֆիրը մյուս շաբաթում կլինի, մենք Արտյոմ Մեհրաբյանի հետ կմտնենք խոսենք, հա, կոնկրետ ռազմաարդյունաբերության մասին ենք խոսելու ենք, հա, մի քիչ ավելի սուր, ավելի բան, թեմաներ կա, որ էլ եմ ասում, մի բանա որ գոռը ասի, մի բանա որ մարդը ընդեղից, ներսից ասի, տեսեք, հատ օրինակ բերեմ, Ուկրաինան տեսնում եք, պատկերացնում եք, ինչ վիճակում է, չէ՞ հիմա, պատերազմի մեջ եւ այլը։ Ուկրաինան հիմա սկսում է էքսպորտ անել իր տեղում ստեղծած զենքը։ То есть այնքան արդեն հերիքում, որ կարողանում են էքսպորտ անեն։ Մենք արդեն փառք Աստծո չենք կրվում։ Մենք պետք է դրան հասնենք։ Այդ հարցերը մենք կքննարկենք պարոն Մեհրաբյանի հետ, երևի մենք լավ պատասխաններ կստանանք, որովհետև ես իր այդ կապի մեջ եմ, հա, լավ բաներ կան ասելու ժողովուրդ ջան։ Մենք այդ հարցերի պատասխանը կունենանք։ Բոլոր դեպքերում այսօր այսքանը ես շատ սիրում եմ, գրկում եմ, դուխները չփցեք, մեր մոտ խաղաղություն է գալի։ Ի հեճուկս չուզողներին մեր մոտ խաղաղություն է գալի։ Իրանք ինչ ասես անելու են, որ մենք էլի կռվենք, էլի Հայաստանը լինի, այն որ Պուտինը ամեն անգամ որ հանդիպում են, Պուտինի հետ բանը, դե գիտեք Ռուսաստանից ամեն տարի այսքան փող է փոխանցվում Հայաստանին, մենք ձեր էկոնոմիկան պատժ ենք անում։ Խոփանչիները փող են ուղարկում, ինքն էլ գլուխ է գովում։ Իսկ հիմա Հայաստանից աշխատող Ռուսաստանը շատ դժվար է ճարելը։ Հազարատ ընկեր ընդեղ ունեն բիզնեսմեն։ Հայաստանից չեն կարող ընդեղ աշխատող տանել։ Հայաստանում աշխատավարձը ավելի բարձր է։ Հայաստանը անվտանգ է։ Իրանց այդ գժվացնում է։ Քեզ պետք է այն օրը գցեն, որ դու վատ ելնես իրանցից վատը, որ գաս ընդե աշխատես կոպեկներով, քեզ էլ շուր կա ասեն։ Շատ վաղ էլ խափեն, դու էլ գոհ ելնես, որ Ռուսաստանում ես աշխատում եւ այլ։ Պրսում են այդ ժամանակները։ Այդ դրա համար գժված են։ Թե իրանք, թե իրաց մանկուրտները Հայաստանում։ Չի այնպես բան։ Վերջանում է։ Այո, եւ Նիկոլ Փաշինյանը ահավոր մեծ աշխատանք է տանում։ Շատ եմ քրիտիկա արել, շատ եմ բան արել, բայց հիմա սկսել է ուղղել ժողովուրդ ջան, ես ուղղակի ամբողջ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին այսօրվա օրով Աստված տա իր մոտ ամեն ինչ ստացվի։
Իսկ այն գոռացողները ձեր սիրած լեզվով ասեմ, ժողովուրդ ջան, կներեք, ասենց լեզվով ես չեմ խոսում, բայց ձեր սիրած լեզվով ասեմ, ով Նիկոլին քրիտիկա անում, սիկտիր եղեք Հայաստանից։ Եղավ։ Մեզ հանգիստ թողեք։ Լավ եղեք, կրկնում եմ ձեզ։